Ներեցեք, դուք գյուղի բնակիչ եք։ Չէ։ Գինևետ գյուղի բնակիչ եք։ Կարող եմ ձայնագրություն անել նորից։ Անցի։
Մեկ էլ եք հարցեր ստորում, լավ են հարցեր եք, ունենց հարցեր ունենց Ստորագրեմ Զալաման երկարություններ ներկայացնել ապնես, ովքեր որ գալիս են և չեն ստորագրել, խնդրում ներկայացնել և ստորագրել։ Ունեսման մասնակցելու համար։ Կա մարդ որ չեն ստորագրել։ Լրատվամիջոցներն են ստորագրում։ Մասնակցության համար խոչընդոտ։ Արտաշատ համայնքներն են մասնակցում։ Ես ես դու բնակիչ եմ։ Հա, ես եմ իրավաբան։ Դուք ինչ իրավաբան եք, ինչ իրավաբան եք եկես, ով է դասանջ։ Հրավիրեք։ Ձեր ո՞վ արել, պետք չի դուրս ասել։
Լսումները բնակ Այսքանը թողեր ժամանակին, այսքանի մեջ ենք եկել, մեր լսումը իրականացնենք, ինչ եք ուզում դուք։ Ինչ եք ուզում։ Ուզում եք որ գնա։ Ուզում եք որ օրենքը պաշտպանվի։ Օրենքի համա այս օրենքի ձեր չի դարի Որ տեղավորվեք, սկսում ենք ժամը 2-ն արդեն։ Այգենզար հաստակից տեսուցակ դե ուրեմն մի քիչ հեռու Բայց ոնց որ ստալ դրան մանիչ։ դες սպասեք ստորագրեմ Պաստան հետո չասեք չեմ ստորագրեմ։ Արեք ձեր հետ Ես մեկ ակոնցները մոռացա։ Տեսում ակոնցները ժողովուրդը։ Բացան, Ստեփանան, ծաղկում էինք այդ հարան։ Չես կարող ինձ ասես որտե կային, ապերը։ Տեսնում ես առաջին լսումները չկա տեսնում։ Օրը վայրը ժամը եկել է։ Թողեք կան դուք պատասխանատու եք, որպեսզի լսումները օրինական կազմակերպեն։ Այս լսումները անօրինական։ ժողով լրությունն է։ Պատասխանատու մարմինը համայնքի ղեկավարը։ Ոչ, չորրորդը դուք եք։ Մենք կազմակերպում ենք, բայց պատասխանատու համայնքապետարանը։ Մարդիկ եկել են իրան իրանքներ, եկել են։ Իգին իրավադարնքում մենք ուզում ենք սկսենք հանրայնությունը։ Հենց հիմա խանգարում եք, մի շարունակեք։ Ոստիկանությանը հաղորդան դաշնային Դու գնամ նստի։ Դու դի քազը։ Ասում ես մարդու կարող եք բոլորը նշանակել ոստիկանության հսկողության տակ լսում չլինի։ Դուք եք պատասխան ժամը 14-ը մենք սկսում ենք թե չէ։ Սկսում ենք այս մասը ազատ է։ Այս ամբողջ մասը ազատ է։ Քաղաքացի ազատ է գալու։ Հնարքունների պատասխանատու են Դուք եք ես տարածան։ Ճշտում կամ են։
դալիճ, որ տեղավորվեք Այս տարածքում շմա շրջակա միջավայրի նախարարությունը նշանակում է այս դահլիճը եւ լսումը այստեղ մեկն է։ Չեն տեղափոխում, նշանակում է այս դահլիճը։ Դուք պատասխանատվությունը ձեր վրա վերցնում եք, որ լսումները անհնարին են։ Ես լավ գիտեմ իմ պատասխանատվությունը կանանները։ Դուք տեսնում եք, որ մարդկանց մուտքը արդեն հազա Օրհուսի կոնվենցիայի խախտում։ Հնարքում էի պատասխանատուն Դուք եք ես։ ես չեմ գնում։ Իսկ պետության անունից դուք գիտեք, որ դուք եք պատասխան տալու Օրհուսի կոմիտեի առջև։ Միջազգային կոնվենցիայի Ես պատասխան եմ տալիս իմ հնարքումները, որոնք սահմանված կազմակերպել համայնքապետարանը կազմակերպել եւ դալիճը եւ համապատասխան Հարգելի հանրային մասնակիցներ, Ես համաձայն եմ, դրսում հարգարժան ոստիկաններ, մեր գրիչին համաձայն ժողովուրդը լսեք։ Ես եմ բարոյ, դեռ չեք սկսել։ Ես գիտեմ բողոքական Մենք սահմանափակ տարածք ունենք, իշտանկա այդքանով տեղավորվում ժողովուրդ։ Հարգելի ոստիկանության ներկայացուցիչներ, մեր հանրային լսումը սկսում ենք խնդրում եմ օրենսդրությամբ ձեզ վերապահված դիալոգությունների շրջանակներում հասարակական կարգ ապահովեք։ Եթե կարելի է դրսի մասնակիցները որ գնան Հարգելի հանրային լսման մասնակիցներ, հարգելի հանրային լսման մասնակիցներ, Գինեվից ազդակին է, հիմա հարգելի ոստիկանության ներկայացուցիչներ, խնդրում եմ հասարակական կարգ խախտող մասնակիցներին դուրս հրավիրել, մենք սկսում ենք այն հանրային լսումը։ Հարգելի լսման մասնակիցներ, 2024 թվականի հունիսի 25-ին ստացվել է Ավերու համայնքապետարանում կլսենք 2024 թվականի հունիսի 25-ին Վեդու համայնքապետարանում ստացվել է շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի կողմի թիվ 26 կոդրակ 323 երկու դրությունը համաձայն որի ՏՕԱՊ-ը խնդրել է օրենսդրությամբ սահմանված կարգով նույն թվականի 2024 թվականի հուլիսի 10-ին ժամը 14:00-ին Արարատի մարզի վետի խոշորացված համայնքի Գինևեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել եւ իրականացնել օր ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Կարմիր կրահի մերգելների կաղաքերակարերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում Հանրային քննարկման վերաբերյալ համապատասխան իրազեկում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է Հանրային քննարկումը այսօրվա որպես պատասխանատու համայնքի ղեկավարի կողմից նշանակվել է Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարժի պետ Շամո Բաբոյանը։ Հիմա խոսքը փոխանցեմ պարոն Բաբոյանին, խնդրեմ պարոն Բաբոյան։ Հարգելի լսման մասնակիցներ, բոլորիդ ողջունում եմ եւ ես ուշադրություն կդարձնեմ բարման կարգի հատկապես մենք այսպիսի աշխատակարգով պետք է աշխատենք։ Առաջինը դա ենք տալիս շրջակա միջավայրի նախարարության շնորհ փորձագետներին իրանց զեկույց կներկայացնել, որից հետո մենք զայն կտանք ընկերության ներկայացուցիչներին, իսկ դրանից հետո ցանկացած հարցերը երկխոսության միջոցով կպարզաբանենք։ Եվ խնդրում եմ ոստիկանությանը այն անձը, որ կփորձի խանգարել առանց մեր ուղղորդության, խնդրում եմ հեռացնել դահլիճից, որովհետև արդեն զգում եմ, որ մի քանի ընկերներ զուտ եկել են լսումը խանգարելու եւ որպեսզի լսումը չկայանա։ Իսկ հիմա ձայն եք տալիս ընկերության, այո, դեպից միքրոֆոնը միայն ելույթ ունենալու, ձայն եք տալիս շնորհ փորձագետներին, խնդրեմ ներկայացրեք ձեր զեկույցը։ Շնորհակալություն խոսքինանալ։ Կարք նշեմ, ես եւ Գոհարը, ես հերիքնացնողության շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն ՏՕԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Տնօրենի տեղակալ, իսկ Գոհարը
մասնագետում կողմից այս պահին շարունակում են իրականացնել Օրտ սահմանափակ պատասխանատվության գերության կողմից փորձասնության ներկայացված Արարատի մարզի Կարմիշտարի գրաքրային ներգելների հանքավայրի Շմակ հաշվետվության փորձասնական աշխատանքները։ Մեր հարմանությունը սա է, սա Երևան քաղաքը չի, սա գյուղը և մեր հարմանությունը է սա։ Լրատվամիջոցների համար որտեղ եք նախատեսել, տասեք։ Այս անկունը։ Ուրեմն այնքան մասնակցեք, ինչքան տեղ։ Մենք ենք որոշում։ Ես էլ օրենքը կրողն եմ, դե գնա սովորի։ Օրենքը որ կրող եք, դե հարցը չէ։ Այս դանիչը բավարար այս Դե ուրեմն հանգիստ նստեք ձեր տեղը։ Մի փոքր ներկայացնում այն իրավական կառավարման վերաբերյալ, որի հիման վրա իրականացվել է ինչպես գնահատման, այնպես էլ փորձաքննական աշխատանքներում։ Փաթեթը փորձաքննության է ներկայացվել շրջակա միջավայրի լիազորության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության 110 օրենքի պահանջներին համապատասխան և ինչպես գնահատում, այնպես էլ փորձաքննական աշխատանքներ իրականացվել են տվյալ պահին գործող օրենքի պահանջներով։ Նշենք, որ օրենքի պահանջներից ելնելով դիտարկվել է նաև ազգակիր բնակավայրը և համայնքը և այդ շրջանակներում օրենքով սահմանված կազմակերպել են այս հանրային քննարկումների իրականացումը և սա վերջին արդեն 4-րդ հանրային քննարկումն է։ Այս հանրային քննարկումների արդյունքով, ինչպես նաև Շմակ հաշվետվության և փորձաքննության վերլուծության արդյունքներով, նաև հանրային քննարկումների արդյունքներով ՊԱԿ-ի կողմից, լիազոր մարմնի կողմից պետք է կայացվի որոշում, դրական կամ բացասական եզրակացություն փորձաքննության ներկայացված փաթեթի Շմակ հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերի փորձաքննությունը իրականացվել է գոհարը և եթե ձեր կողմից կլինեն Շմակ հաշվետվության վերաբերյալ առաջարկներ, ճշգրտումներ կամ տեղեկատվություն ստանալու համար ձեր հարցերին մենք կպատասխանենք, իսկ այժմ ես իմ խոսքը կփոխանցեմ ընկերության ներկայացուցիչ, ում կողմից մենք կտեղեկանանք նշված գործունեության վերաբերյալ և մեր հարցերը կուղենք ակնկալելով պատասխաններ։ Դարուհի Ջուրնաչյան, Յուրի Դալի սահմանափակ պատասխանատվության ընկերության բնապահպանական խորհրդատու։ Ինչպես նշվեց, շրջակա միջավայրի վերաբերյալ գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության դրույթներին համապատասխան շրջակա միջավայրի նախարարություն Շմակ հաշվետվության փաթեթ է ներկայացվել իրականացնելու համար փորձաքննություն ՀՀ Արարատի մարզի Կարմիշտարի կրային մերգիպների կավ ակրակարերի հանքավայրի շահագործման նախագիծը, որի վերաբերյալ փորձաքննական ողջ գործընթացը իրականացվել է, եղել են առաջարկություններ, դիտողություններ, որոնք սահմանված կարգով վերամշակվել են և այսօր արդեն դες եք միասին իրականացնում ենք 4-րդ հանրային քննարկումը, ինչը նվիրված է Շմակ հաշվետվությանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ լիազոր մարմնից ընկերությունը սահմանված կարգով ստացել է տեխնիկական առաջադրանք 18 հոկտեմբերի 2023 թվականին թիվ 81 տեխնիկական առաջադրանքը, որի դրույթներին համապատասխան կազմվել է Շմակ հաշվետվությունը։ Շմակ հաշվետվության մեջ վեր են համվել բոլոր այն հնարավոր ազդեցությունների շրջանակները,
որոնք կարող են լինել մեր շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա, հողի, օդի, ջրի վրա։ Տրվել են դրանց բոլոր բավարար գնահատումները եւ ներառվել են միջոցառումներ, որոնք հնարավորինս կամ կբացառեն տվյալ ազդեցությունը, կամ գոնե հնարավորինս նվազագույնի կհասցնեն այդ բոլոր ազդեցությունների շրջանակները։ Ամբողջովին հաշվետվության փաթեթում եղել է լեռնային պաշտպանություն, լեռնամեխանիկական մասեր, թափոնների կառավարում, հանքավայրի փակման ծրագիր, ամբողջ գծագրական փաթեթը եւ օրենսդրությամբ սահմանված բոլոր իսկ փաստաթղթերը։ Եթե դուք այսօր ներկայացնեմ հանքավայրի վերաբերյալ մի փոքր մանրամասն տեղեկատվություն, ուրեմն նախագծված բացահանքը մակերեսը կազմում է 62.13 հեկտար, ամենամեծ երկարությունը հանքավայրի 925 մետր, ամենամեծ լայնությունը 767 մետր, մակաբացման ապարների միջին հզորությունը հանքավայրում կազմում է 0.48 մետր, այս բոլոր տվյալները ուզում եմ ասել, որ վերցված են դեռևս 1985 թվականին իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հաշվետվությունում, որը գրանցված եւ տեղակայված է երկրաբանական ֆոնդ ՕԱԿ-ում։ Օգտակար հանածոյի միջին հզորությունը հանքավայրի տարածքում կազմում է 76.2 մետր, հաշվեկշռային պաշարների քանակը շուրջ 46 միլիոն քառակուսի մետր, օգտակար հանածոյի ակցունահանվող պաշարների քանակը շուրջ 39 միլիոն քառակուսի մետր, մակաբացման ապարների քանակը 292,028 քառակուսի մետր։ Հանքավայրը, ինչպես նշվեց, գտնվում է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գիներետ բնակավայրի վարչական տարածքում, որը եւ համաձայն տեխնիկական առաջադրանքի ճանաչվել է որպես ազդակի համար եւ դրա համար այսօր դες միասին իրականացնում ենք այս հանրային քննարկումները։ Ինքը հանքավայրը Վեդի քաղաքից գտնվում է 15 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մոտակա բնակավայրերն են Այգեզարդ, Գինևետ, Քաղցրաշեն, Նոր ուղի գյուղեր, որպես մոտակա բնակավայրեր։ Հանքավայրից մոտակայքով է անցնում մոտ 1-ից 1.5 կիլոմետր հեռավորության վրա Արտաշատի ջրանցքը, իսկ մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հանքավայրին զուգահեռ Գառնի Արարատ ջրատարը։ Հանքավայրը գտնվում է բարենպաստ ավտոճանապարհային դիրքում, նոր ճանապարհների կառուցում այստեղ նախատեսված չէ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ հանքավայրը շմատ փորձաքննության զուգահեռ անցել է արտակարգ իրավիճակների նախարարությունում տեխնիկական անվտանգության փորձաքննություն եւ ստացել է դրական եզրակացություն։ Հիմա եթե դուք ունեք հարցեր, Թույլ տվեք մի փոքր մեր մասնագետը ներկայացնի փորձաքննության գործընթացներին ներգրաված մասնակիցների, այդ թվում պետական լիազոր մարմինների, շահագրգիռ հանրություն, շրջակա միջավայրի ստորաբաժանումներ, համապատասխան վարչություններ, մեր մասնագետը ներկայանան շրջակա միջավայրի վերահսկողության փորձաքննական կենտրոնի փորձագետ Գոհար Մինասյան։ Այո, Գոհար Մինասյան։ Ուրեմն ներկայացնեմ, որ փորձաքննության ընթացքում հաշվետվություն ուղարկվել են նախարարության տարբեր ստորաբաժանումներ, մասնագիտական կառույցներ, կարծիքների ստացման նպատակով։ Ստացված կարծիքները հաշվի են առնվել, հաշվետվությունն ուղարկվել է մի քանի անգամ վերամշակման եւ այժմ ձեզ է ներկայացնում։ Փորձաքննական գործընթացում պարզ է դարձնում, Փորձաքննական գործընթացում ստացվել է կարծիք բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության կողմից հանքարդյունանման համար նախատեսվող տարածքում կարմիր տեսակների գրանցված ներկարար, բույսերի կարմիր գրքում գրանցված քննձում իզոտոպյան, գազ մասալու, կղմու խոշերի, գազվելու տեսակների վերաբերյալ։ Ընկերության կողմից ներկայացված բուսաբանական հետազոտության հաշվետվությունը ներկայացվել է նաև Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտ, որտեղից ստացվել է համապատասխան կարծիք, ընթերցում եմ, որ
Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների հանքամարի համար նախատեսված տարածքի բուսաբանական հետազոտությունը կատարվել է 18-ից 23 թվականի ժամանակահատվածում։ Ելնելով այդ տարածաշրջանի բույսերի վաղ վեգետացիայի շրջանից, անհրաժեշտ է կատարել նաև նշված տարածքների լրացուցիչ բուսաբանական հետազոտություն վաղ գարնանը ապրիլ-մայիս ամիսներին։ Ստացել ենք նաև բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, ըստ որի Արարատի մարզի Կարմիրսարի նշված տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի և կենդանիների տեսակների աճելավայր, ապրելավայր, որոնք գրանցվել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում և նրանց մի մասը բնության պահպանության միջազգային միության ցուցակում է, որտեղ բույսերն են որմնաբույս, կուրկուրան կարճատվում, ինչպես նաև մի շարք 16 տեսակներ նաև բույսերի և կենդանիների 16 տեսակներ։ Ստացվել է նաև Արարատի մարզպետարանի կողմից կարծիք, համաձայն որի արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունում բացանքի տարեկան արտադրողականությունը նշվել է 1.971,274 մետր խորանարդ, իսկ աշխատանքային օրերի քանակը 260 օր։ Ստացվում է, որ օրական պետք է տեղափոխվի 7581,8 մետր խորանարդ հանքանյութ, որը կազմում է մոտ 900 մեքենա օրական։ Փաստաթղթում նշվել է, որ հանքանյութը վաճառվելու է տեղում, իսկ մեքենան բնականաբար ընտրելու է ամենակարճ և բարելավ ճանապարհը։ Հաշվետվության մեջ հանքավայրի աշխատաժամը նշվել է 1 հերթափոխում 8 ժամ, ստացվում է 113 մեքենա 1 ժամում պետք է անցնի ճանապարհով։ Եվ խնդրվում է պարզաբանել, թե որ գյուղերով է անցնելու տեղափոխվող գնորդի մեքենաները, ինչ պարտավորություններ է վերցնում ընկերությունը ճանապարհների սպասարկման համար, ինչ միջոցներ է նախատեսվում բնակչությանը չանհանգստացնելու համար, քանի որ նաև նշված է, որ հումքը տեղափոխվելու է Այս հարցը հիշենք, թե ներկայացնի գոհարը, էլի կան ներկայացնելու։ Պատասխանեք այո։ Եթե կա ներկայացնելու, լավ, իսկ պատասխանը կա։ Նաև աշխատանքների ավարտից հետո ընկերությունը նախատեսում է իրականացնել ռեկուլտիվացիա։ Ռեկուլտիվացիայի համար նախատեսվում է ընդհանուր 20,860,300 դրամ գումար։ Ուրեմն նաև իրականացվելու են շրջակա միջավայրի վրա ազդեցությունները մեղմող միջոցառումներ, ընկերությունը ներկայացրել է աղմուկի, թրթռման մակարդակի նվազեցման նպատակով պետք է տեխնիկական միջոցները խլացուցիչներով սարքավորված լինեն, ինչպես նաև Ես նաև ասեմ, որ նաև մշտադիտարկումներ է նախատեսել, ես մնացած հարցերին ընթացիկ կպատասխանեմ, բայց նաև ասեմ, որ մշտադիտարկումներ են նախատեսվել մթնոլորտային օդի, հողի, կենսաբազմազանության, աղմուկի մշտադիտարկումներ են նախատեսել նաև ընկերությունը։ Շնորհակալություն, ընկերությունը ունի պատասխան։ Այո, Բարև ձեզ, Յուլի Դալիսոպ ընկերության տնօրեն Լիլիթ Փաշինյան։ Տեսեք, մեքենաների բարձրացության վերաբերյալ ճանապարհների հետ կապված խնդրին ամփոփ անդրադարձել են, բայց հիմա ևս մեկ անգամ կանրադառնամ։ Հումքը բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ ցեմենտի գործարանի արտադրության գլխավոր հումքն է, եւ քանի որ նախատեսվում է հետագայում հանքավայրից ընդամենը 200 կմ հեռավորության վրա կառուցել նոր սերնդի փակ ցիկլոցեմենտի գործարան, ամբողջ հանքանյութը տեղափոխվելու է այնտեղ, այսինքն ծանրաբեռնվածություն, ճանապարհների խնդիրներ, գերբեռնված մեքենաներ չեն լինելու այդ ճանապարհներով, այդ մասով ամփոփ ասել էինք։ Խոսքանցեմ Զարուհի Զուռնաչյանին։
կներեք, որ տարածքում է կառուցելու նորագույն ցեմենտի։ Հարևան խավայրի մոտ 300 մետր առավելագույն հեռավորությամբ։ Նախնական համաձայնություն ունեք Գործարանի համար առաջին հանրային լսումներն իրականացվել են, ունենք նախնական համաձայնություն այո։ Հիմա իրականացնում են նախագծային աշխատանքներ, դեռևս Ավարտեցին, չունենք հարցեր։ Այս հարցին պատասխանեցի Կարմիր Չասեցիք տեսակների մասով։ այսինքն զբաղ չի գտնվում, ընդհանրապես գյուղ չի գտնվում։ Չէ, ճանապարհներ դուրս չի գալու, ասեցի։ Ժորժան նորից եմ կրկնում, երբ եղած մեքենաներ, ճանապարհներ գյուղերի մեջ դուրս չեն գալու, որովհետև հարակից տարածքում լինելու ցեմենտի նոր ցիկլով փակ գործարանը։ Ցեմենտը դուրս է գալի թե չէ։ Ցեմենտը բնավ գործարան։ Հարցերը գնալու է։ Նա ավտոմատիկապես պետք է դուրս գա, չէ՞։ Դոկում դուրս է։ Բնականաբար ոչ։ Սարեն ասում Այսին առաջին լսումն է, որ ասին կամի փչումա հյուսիսից հյուսիս։ Նույնն է դա, էլի, շարունակություն։ Հարցերի ժամանակ չի, հարցը ժամ պետք է։ Մեր համար բոլորիս հարցերը կարևոր են, մենք պատմասն լսելու է բոլորի Բայց մենք ուզում ենք իմանալ, որ գյուղերով ադինում եք Ներողություն եմ խնդրում, հանրային քննարկումը չի վերաբերվում ցեմենտի գործարանին։ Ուղղակի հարցին պատասխանեցինք, որ մեքենաները գերծարաբեռնված գյուղի ճանապարհներ դուրս չեն գալու հանքաքարով։ Այսքան է։ Տեղափոխումն էլ առնչվում այս նախագծի Տեղափոխվելով ցեմենտի գործարան 300 մետր հենց նույն դաշտի տարածքում։ Հետո ցեմենտի գործարան ցույց են տեղափոխվում, Երբ որ կլինի արդեն ցեմենտի գործարանի նախագծային փաթեթ Ժողովրդյան, հստակ արդեն եւ բեռնված մեքենաների տարողությամբ եւ երկարությամբ եւ հստակ ճանապարհների ուղեգծով այդ հանքաքարից որքան ցեմենտ կստացվի, այնպես չի որ այդքան տոննա հանքաքարը մտավ, այդքան տոննա ցեմենտ դուրս է գալու։ Չէ, հնարավոր է որ դուք տա սպառիչ պատասխան, այդ սպառվող հումքի տեղափոխման հետ կապված։ Ցեմենտ, հետո ցեմենտի գործանից բնակավայրի տարածքներով պիտի գնա, չէ՞։ Ես շարունակեմ ասել։ Դե հիմա Երբ որ ցեմենտի գործարանը արդեն կլինի, այո, եւ այդ հումքը պատրաստվում են տեղափոխել, եթե չլինի, ուրեմն ես դրա պատասխանեմ, հենց հիմա պատասխանում եմ։ Մեքենաները Չէ քննարկում ցեմենտի գործարանի գործունեությունը։ Չէ, բայց կապ է, հետո հումքը պիտի տեղափոխվի։ Բայց դա նաև այդ հումքը տարան ցեմենտի գործարան, այդտեղից Այդ ևս պատասխանում է, որ ճիշտ է։ հումքը տեղափոխվում է 500-ից 700 մետր հեռավորության վրա, երբ ոչ մի բնակավայրի չի հատում։ Ես զեկուցից մեծ հասկացա, ճիշտ է։ Դե ինչ է գնում նորից դեպի ցեմենտի գործարան։ Ցեմենտի գործարանը Ուզում նշել նաև, որ ընկերությունը իր սոցիալական ծրագրերով, եթե անգամ հետագայում ցեմենտի հումքը ձեր ճանապարհներով դուրս կգան, իրենք սոցիալական ծրագրեր ունեն, որ բոլոր ճանապարհների սպասարկումը իրականացվելու է ընկերության կողմից։ Եթե որևէ խոչընդոտ, վերանորոգման կարիք, նույնիսկ կառուցման կարիք կլինի, ընկերությունը խոստանում է, որ այդ բոլոր հոգսը վերցնելու է իր վրա։ Խնդրում եմ այսօր քննարկումը հանքարդյունը հանում։ Այո, ընդունում եմ, բայց Արդյունահանման մի մասը հումքի ստանալն է, դա բանջարեղեն։ Մեր ճանապարհների սպասարկումը ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս ճանապարհների սպասարկումը։ Ձեր հարցերին դուք բնակիչները մասնակցել։ Հիմա այսպեսի մի հարց, Արգենի լսման մասնակիցներ, ես որպես լիազորված անձ համայնքապետի կողմից լիստը վարելու, պետք է ներկայացնեմ նաև համայնքապետարանի դիրքորոշումը։ Խնդրում եմ Գարիշում լսում եք։ Դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը ընկերությունը
ընկերությունը մինչև երրորդ լսում օրն ընկերությունը մինչև երրորդ լսում Վեդու համայնքապետարանի հետ երկկողմանի համագործակցության հուշագիր է ստորագրել, հուշագիրը բաղկացած է 7 կետից։ Մենք չէինք շարունակի, այնպես որ ուրիշ կարծիքներ կային դահլիճում, մի կարծեք, որ դուք մեզանից շատ հայրենասեր եք։ Ընկերության հետ համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո մենք արդեն գնացել ենք հաջորդ լսումների։ Փոխհամագործակցության հուշագիրը բաղկացած է 7 կետից։ Այդ դահլիճում ինչ հարցեր հնչում էին, ճանապարհների վիճակ, ասել մի փաստ։ Ընկերությունը այն հումքը, որ արդյունահանելի է հանքավայրից, դրա 10%-ը վճարել է համայնքային բյուջե։ Սա նորություն չի մեր բոլորի համար։ Թե պետք է նախկինի պես մեկ ինչ-որ մեկի գրպանը դնեն, որ բոլորից դուրս գան։ Ես հիմա կներկայացնեմ ում առողջության հաշվից։ Այո, մեր հարգարժան հավաքական անդամ։ Այսօր լսման գալուց առաջ Գնացել ցեմենտի գործարան, այդ առողջությունը այստեղ ապահովում։ Արա ցեմենտին դուրը գալիս է, ես ռայոնում եմ ես ապրում, այն երկու գործարանի որի զավադատերն այս ռայոնում ապրում։ Ես եկել եմ որպես Վեդի համայնքի բնակիչը պայ։ Այո, Վեդի համայնքի բնակիչը այս է, այսօրվա պատկերը, այսօր եմ նկարել ես։ Վեդի համայնքի տարածքում։ Ես կոմից շատ ահաբարացել եմ։ Ես շենի մասին եմ դարձացել իր միջոցներ ձերբել։ Ուրեմն ընկերությունը համագործակցության հուշագիրը կեքի համայնքապետարանի եւ նաեւ պարտավորությունը ամենակարևորն է մեջ վերել, որ պարտականությունը վերցրել իր վրա, որ 70% նույնիսկ ներմասնագիտական ոլորտի աշխատողներ, որ պետք է գործուղեն համապատասխան կրթություն ստանալու ընկերության միջոցներով ուղարկվելու են ազդակին բնակավայրի, հատկապես բնակավայրերի եւ ազդակին համայնքի ներկայացուցիչներ։ Հաջորդը, որ կուզենայի ուշադրություն դարձնել այդ ճանապարհների վրա, այլ բոլորիս գրպանից է գնացել, որ այդ ճանապարհները կառուցվել են։ Ընկերությունը պարտավորություն է վերցրել, որ պետք է վերահսկի։ Ընկերությունը ոչ թե ասեք շրջակա միջավայրի նախարարության տեսչությունը, որը շատ դեպքերում դանդաղում է։ Երկու օր առաջ ենք տեսել ավազի հանքը ինչպես են շահագործում։ Ընկերությունը վերցրել է իր վրա պարտավորություն, ինքը կարգավորել է բոլոր բեռնատարների եւ տարողությունը եւ շարժը։ Հաջորդը ուզենայի ասել, որ ընկերությունը ունենալու է առանձին ջրի աղբյուր, որը օգտագործել են լրացուցիչ մասը, եթե ջրի աղբյուր ունի, աշնանը ինչ անելու։ Վերջը տարբեր ժամանակաշրջաններ, այնպես չի, որ 10 լիտր վերցնել է, 10 օգտագործել է, կերեցնի 20 լիտր, այն մնացած ավելացածը տալը ազդակի բնակավայրերին, հատկապես մոտակայքում գտնվող բնակավայրերին։ Ընկերության տարածքներում, որտեղ ընկերությունը գործելու է, դիրավորելու է ժամանակակից չինական տեխնոլոգիաներ։ Այսպես եմ լսել, որ Չինաստանում գնում ես, գնում ես, տեսնում ես, ոչ մի բան չկա, ասում ես ինչ, ասում են, ես գործարանը կամ ես հանքարդյունավերությունն է։ Ես ներկայացրեցի մեր համայնքի դիրքորոշումը ընկերության վերաբերյալ եւ հիմա ասում ենք հարցերի, հարցերը դրականա թե բացակայ։ Ընկերության իհարկե 3 լսում եղել է դրական, այսինքն երրորդ լսումին թողը գնացել եք, եթե համարում եք, որ ավարտված է։ Ով է գնացել, դուք եք գնացել, բայց մենք Մեզ ձայնագրված է, բացեք նայեք, եթե համարում եք, որ լսումներ անցնել։ Լսումը անցել է, ուրեմն դուք լավ չեք դիտել։ Գնացեք դուք դիտեք, ես ներկայացնում եմ։ Ուշադրություն չեն դարձնում։ Անցել է նորմալ։ Հարգելի լսման մասնակիցներ, յուրաքանչյուրս տալիս է մեկ հարց, ցանկալի սկզբից տալիս են ազդակի բնակավայրի ներկայացուցիչներ։ Գիներ եւ նորուղի, հետո կտանք արդեն ու մոտ հարց առաջացել։ Ուրիշ որոշ հարց ունի։ Ներկայություն։ Միքրոֆոնը միան եւ խոսափողում եք հարց տալիս։
Ուղղակի կողմի Արտաշատի համայնքապետարան փոխադրության Արտաշատի քաղաքաշը եւ Այգեզար բնակավայրերը եւս ճանաչվել են ազգակի բնակավայրեր, այդ պատճառով մենք իստել Եվ մեր հարցեր ու դիրքորոշումներն են արտահայտելու կարևորություն, թող գիներեն դնորումին արտահայտելու Որտեղ է։ Բարձրացակ եկեք տեսեք Ոչ Ընկերությանը չեն Խոսափողով մենք ֆինանսական ծավալ ընդհանուր պրոյեկտի Ինչ է նշանակում ֆինանսական ինչ։ Այսինքն ունենք պրոյեկտ, հանք ցեմենտի գործարան։ Դրանք 100 միլիոնից ավել պրոյեկտներ են։ Քիվն եմ ուզում հասկանամ։ Ներդրումային Քիվը հասկանալ ներդրում ավելի ամենալի կարմեն կառավարության ներդրումային Ընկերությունը ծախսել է 25 միլիոն ամերիկյան 25 միլիոն ցեմենտի գործարանի վրա դոլարի համարժեք դրամ։ Միայն հանքի համար թե նաև ցեմենտի գործարանի Ընդհանուր Եթե կարելի է ուրեմն համայնքապետարանն է համայնքապետարանն հարցս եթե կարելի է ուրեմն կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն այսօր տարածքի հողերը հանդիսանում են պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական բնակավայրի այգեգործական նպատակային նշանակության հողամասի սահմաններում Ես կցանկանայի ճշտել պետական հողերը դրանք ինչ հողեր են։ Ինչ ներկայացնել, բայց այդ հողերը արոտավայրեր են։ Այդ հողերը գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր են, այո։ Ազգակի համայնքներ անդրադարձեք հարցուվեցին Արտաշատի եկել ասեք, որ դժգոհություն են ուղղորդը ասեցին, որ ճանաչել եք իրանց ազգակի, դա էլ պատասխանեք Այգեզարթի։ Նորոգի մասին է, թե Այգեզարթի մասին է խոսքը գերոնարը։ Ինչ կասեք, թե ինչու եք որոշում, որ մենք բաց ենք հանրային քննարկմանը եւ ուզում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջացնել, ինչու եք դուք որոշում, որ հանքավայրը ձեր վրա ազդեցություն կունենա։ Շարունակում է, ընդհանում է մինչև օրենքի խմբագրությունը եղած օրենսդրության նախինում օրենքը ասում է, որ ազգակի բնակավայրերը որոշում է փորձաքննական կենտրոնը, այդ մենք չենք որոշում, այդ դուք եք որոշում, որ Այգեզարթ եւ Քասրաշենն է ազգակի բնակավայր։ Իրոք է։ Նախին օրենքով այդպես է։ Որը որ եթե հարցակերում պատասխանում եք, երբանի որ խոսքը գնաց, այդտեղ ոչ հեռու չեն, մանավանդ մոտ 2-8 կիլոմետր։ 4-8 կիլոմետր։ 4-8 կիլոմետր Այգեզարթ։ Չէ, բնակավայրու գյուղատնտեսական հողերը եկեք տարանջատենք իրար, Փորձակնության մուտքավորված պահից, նախնական համաձայնության դրամադրման պահից արդեն իսկ Գիներետը եղել է ազգակի բնակավայր, վերի համայնքի և դա արտացոլվել է նաև տեխնիկական առաջադրանքում, որպես ազգակի բնակավայր, վերի համայնք։ Մյուսները չգիտակ։ Մենք այս լսումներին իրավունք ունենք առաջին երկու լսումներին ներկա լինենք, որպես ազգագիր։ Իրավունք ունենք Ինչու եք որոշում, որ ազգագիր եք, ինչ ազգագիր եք։ Ուտվեք ես իմ հարցը տա։ Ուրեմն ես լսեցի, չգիտեմ դա որ բաժին է, շատ մի հատ լավ տիկին ասեց, որ 1985 թվականին, այսինքն կոմունիստների ժամանակ, ուսումնասիրել են մեր սարը և գտել են որտեղ հանքավայր է։
Եվ կոմունիստները ես հաստատ համոզված եմ այնքան խելացի մարդիկ էին, որ անպայման այդ հանքը կբացեին։ Նրանք ուսումնասիրել եւ տեսել են, որ Այգեզարդը, Քասաշենը, Գինեգետը եւ մնացյալ տնտեսությունները դրանք Արարատյան դաշտի սրտում գտնվող գյուղեր են։ Եվ եթե նրանք ձեռք տան այս սարերին, ուրեմն անպայման կփոխվի նաև բնության բոլոր տեսակի արհավիրքներ կլինեն գյուղի համար։ Չնայած դուք ասեցիք, ես իհարկե չգիտեցի, որ դուք հաշվարկել եք, որ ոչինչ չի լինել, բայց ես համոզված եմ, եւ շատ հարգարժան համայնքապետի պետարանի ներկայացուցիչ, դուք ասում եք, որ Այգեզարդը ընդհանրապես գտնվում է 4 կիլոմետր հեռավորության վրա։ Լավ, գտնվում է 4 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց ներկա ցեմենտի հանք տարվելու է հանքաքարը։ Խոսքը հումքի մասին է, որը ես չգնացի ցեմենտի գործը։ Ես խոսում եմ հումքի մասին։ Եվ հարգարժան տիկիները ասացին, որ 900 մեքենա մի օրում դուրս կգա։ Ես հաստատ համոզված եմ, որ դա դուրս կգա նաև Այգեզարդի այս տարածքի եւ մնացած տարածքների գյուղերով։ Ինչքան են ուզում եք դուք ինձ համոզել, որ այդ 900 մեքենան կգնա մենակ ինչ-որ ճանապարհ, որ կգնա տվյալ գործարան, ես դա չեմ համոզում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, հարգարժան ժողովուրդ, եթե դուր չեմ անում, եթե 85 թվականի ուսումնասիրվել եւ արգելվել է, ուրեմն նշանակում է, որ Այգեզարդը ազգի, այսինքն այս գործին անպայման բուժելու է։ Իսկ ես լինելով Այգեզարդի համայնքի, ես ոչ մեկի դեմ չեմ, ես չմտածեք հանկարծ, ես դեմ եմ ինչ-որ մեկի, ես քաղաքական ինչ-որ հարցեր եմ բարձրացնում, ոչ, ես այդ գյուղում աշխատեց, ես այդ գյուղում արարել, ապրում եմ այդ գյուղում, ունեմ ընտանիք այդ գյուղում եւ ուզում եմ, որ իմ կարմիր սարը ոնց որ ելա տեցել կա։ Ես չեմ ուզում, որ որոշ մարդիկ չնայած ասացի, որ տվյալ համայնքը ունենալու է իրոքութը, ընկերներ, ես ուժեմ եմ, իմ տունը գտնվում է, իմ գյուղի ամենածայրում, որը մոտ կարմիր սարի, ես գտնվում եմ մի բանարեք, մտածեք, այս ժողովրդի մասին, որ ես երկրի հիմքն ես, այս Հարգելի նախարարության ներկայացուցիչներ, ես կարող եմ ցույց տալ Արտաշատի համայնքի ղեկավարի նամակը 0807 թվականին, որտեղ նշված է, որ Այգեզարդ համայնքի բնակավայրը հանդիսանում է Արտաշատի համայնք։ Ես դուք պարզանում եք, դուք իրավունքների ձայնին Ես Շամպան գյուղի բնակիչ եմ։ Ես Շամպան գյուղի բնակիչ եմ։ Ուրեմն 54 թվականին իմ ծնողներն են ստեղծել։ Ես ինձ բացահայտում եմ մեր կարմիր սարի պատմությունը։ Ութերորդ դասարանը ավարտել եմ 67 թվականին, 68 թվականին ասեմ մեր կարմիր սարում փորձեր էին կատարում ցեմենտի, որը վագարանակեքով պետք է գնար հասնել Արարատի գործարան։ 2 տարի, եթե մեր կարմիր սարին հիմի նայեք, բոլորը այսպես քանդած է, կատարել են մեր գյուղի բնակիչ Քաջիկը, Ալբոն մյուսը, որը որ փորձել հումքեր են վերցրել տեսնել ցեմենտի ինչ կատեգորիա է, ինչ տոկոսի է։ Չգիտեմ արդեն ինչ պատճառներով գործարանը վագանակեքը սարքեցին, ոնց է Նախճիվանում մաղն էր տեղափոխվում, այդ ձևի պետք է հումքը տեղափոխվել Արարատ քաղաք։ Եվ հիմի ինչ մեր խանգարում, որ ասենք ստեղ գործարան կատարվի, 70 տարի է այդ գյուղը ոչ մի աշխատանքային տեղ չի ունեցել, թող կատարվի մեր գյուղը զարգանա, մեծանա, արդեն 60 տնից հասել է մոտավորապես 400 տան։ Եվ խնդրում եմ բոլորին, որ չխանգարեն, մեր Հայաստանի համար է կառուցում, իսկ Արարատում քիչ եք փակում հիմի, որ ամբողջ
Ուսուցիչների ինչի պատմետան կանացի գործանը։ Ունի որոշի դա։ Դե միկրոֆոնը տվեք, թող գործագետները խոսան։ Գործան, նա խնդրում են միկրոֆոնը տվեք։ Okay. Գումա 1000% համաձայն։ Արոն Բակոյան, լսում եմ, մենք խնդրում եմ բարձր բոլորին լսել տողի մանան։ Թույլ տվեք շատ համառոտ ներկայացման կարողություն ազգակիր բնակավայր դիտարկելու վերաբերյալ։ Նախ ասեմ, որ Արտաշատի համայնքապետարանի դիմում բողոքում ենք ստացել են և նաև հաշվի առնվում, ինչպես դիմում բողոքներ, այնպես էլ բացասական եզրակացության նախագիծը կազմելիս, նաև հաշվի առնելու հանրային քննարկման ընթացքում բացահայտված բոլոր հարցերը։ Այդ ամենի վերահսկողության արդյունքում պետք է կազմի փոխհատուցական եզրակացություն, սակայն ազգակիր բնակավայրը տվյալ պարագայում որոշել է փոխհատուցական կենտրոն ՀՕԱԿ-ը ելնելով բնակապանական տեսանկյունից և համապատասխան մեթոդաբանությունից։ Այս բանը։ Մի վարկյակ հարցը ներողություն ներդրումների աջակցություն Հենտո դու արի ստեղ միկրոֆոնը տեղափոխ, ես կասեմ ու ես տալիս։ Եթե կարելի է խոսել, ես եմ պատասխանատու։ Դուք պատասխանատու Մի օր Երևանից եկել այստեղ ինչ ես դարել, փիլիսոփա։ Դե ուրեմն մի խանգարի ասեցի։ Չեմ իրավունք, ուրեմն քո խոսալը վիրավորանք, հա։ Դե գնա բամբակի մեջ պարկ։ Ես ամբողջ հանրային լսում ինքը ապօրինի այնքանով որ Դուք եք ապօրինի, անձամբ դուք ապօրինի եք։ Դու այն իհարկե։ Ես ես կկանգնեմ, հետո ես կանգնում եմ, հետո։ Մեկը դուք եք որոշում։ Ներողություն, մի վարկյակ։ Դուք եք տեսադաշտը փակում։ Հետ գնացեք։ Ոստիկանություն, ես եկել եմ։ Արոն Բակոյան, Հետ գնացեք։ Ոչ, մի րոպե, հետ գնացեք։ Հետ ուր գնամ։ Հետ գնացեք այն անկյունը։ Բար եղնեք պայմաններ ապահովեին։ Մենք ձերպես Փարիզում չենք աշխարհում։ Ոստիկանություն, խնդրում եմ հետ։ Ոստիկանությանը մի խառնեք։ Հետ գնացեք։ Այնքան մարդը դրսում է։ Հետ գնացեք, մի ելույթ ունեցեք։ Ձեզ առիթապետ ելույթ է, հետ գնացեք։ Ելույթի առիթ չեք։ Հետ գնացեք ու տեսադաշտը բացեք։ Լավ ենք անում, հետ գնացեք։ Հետ գնացեք։ Ասեցի հետ գնացեք։ Հետ գնացեք։ Դելը գնացեք։ Այսօր քաթել ելույթ ունեցեք։ Ժողովրդյան մի վարկյակ։ Ես այստեղ եմ։ Ներդրումների աջակցության կենտրոնից եմ, ներդրումների մասով հարց հնչեցվեց, կպատասխանեմ։ Իմ ասելիք ու իմ մանդատը, ես ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամից եմ, սաղիցը շնորհակալ եմ, որ հիմա սենցս լսում եք։ Ինձ թվում է իմ մանդատը շատ փոքր է, ես ազգակիր համայնքի ներկայացուցիչ չեմ, ես ընկերության ներկայացուցիչ չեմ, ես ՀՕԱԿ-ի ներկայացուցիչ չեմ, եւ ընդհանրապես մասնագետ չեմ, հետեւաբար իմ խոսքը մասնագիտական չի գտնի։ Ուղղակի քանի որ այստեղ ներկա եմ, ուզում եմ ասել, որ շատ պատասխանատու հարց եք քննարկում, որտեղ այստեղ ապրող մարդկանց հետագայի մասին է, այստեղ աշխատող մարդկանց։ Հետևաբար ուղղակի ընթացակարգային եմ ասում։ Եթե ելույթ կա ունենալու, դա ուրիշ կատեգորիա է, դա այսինքն կարա մարդ արտահայտի, միևնույն ժամանակ իրան հուզող հարցը տա, բայց երբ որ ասում է ու չի լսում մասնագետը, ես չէ, որ մասնագետ չեմ, մասնագետն ինչ է ասում, այդ նշանակում այդ մարդուն իր հարցի պատասխանը հետաքրքիր չի, ինքը արդեն իր հարցի պատասխան ունեցած եկե հնչեցնում է ուղղակի։ Շատ լավ է որ դուք ձեր կարծիքն ունեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ուղղակի երբ որ մեկը հարց է տալի, մյուսը լսի ու անպայմանորեն ես կարծում եմ վարողն գիտի, որ բնակիչները իրենց հարցերը պիտի տան, որտեղ ստեղ եկել եք, որ այդ մարդիկ իրենց հարցերը տան։ Խնդրում եմ։ Ավարտեցիք, հետո իստու Ինը հարց ունեն, որոշություն։ Հիմա գալիս է, հիմա ձայն է տալիս,
երկու բժիշկների իրանաններ տեսակետներ երբ կնդրենք հիվանդով ինչ տեսակետը Հարգելի առանձնակիցներ, ասում եմ մի տնող չենք, մի հալով ենք, մի դարձու ցավով ենք, որպես բժիշկ ասեմ, որ երբեք չի կարող այնպիսի մի բան լինել, որ բոլոր կողմերից լավ լինի, ինչը որ մի կողմից, երկու կողմից լավ եղավ, մի կողմից վնաս է լինում, որպես բժիշկ ասեմ, նաև չկա այդերի դեր աշխարհը չի ստեղծել, որ ամեն ինչը բուժի, ամեն ինչի օգուտա մի բանի վնաս չկա։ Նույն էկոլոգիան, բնությունը, երկրագունդը, որպես մի հատ օրգանիզմ, եթե մի բան անում ենք մի օգուտ, մյուսը վնաս։ Ամեն դեպքում, եթե սենց վերցնում ենք էկոլոգիա, չէ, եթե ամեն ինչն է, մեկ ենամ քշում ենք էկոլոգիայի վնասա, այն կատյոլը վարվում ենք, ածխալտու գազա բարձրանում էկոլոգիայի վնասա, այն մեր ճանապարհների վիճակը, որ սենց գնում, գալիս են փոշին խեղդում է, ես նոր կյանքում եմ ստեղ գործարաններ չկա, բայց փոշին կերել է։ Այդ փոշին հնես չի, որ այդ փողոցի փոշուց վարդի հոտ է գալիս։ Կամ այնպես չի, որ ասենք, ենթադրենք ասենք Արարատի գործարանը, որ աշխատում է այնտեղի փոշին էկոլոգիապես մաքուր է, մյուստեղ էկոլոգիապես մաքուր չի լինի։ Տեսեք, այն ժամանակ, երբ փորձում էին այդ բանի մաքսատուրքը իջեցնել ցեմենտի, որպեսզի Պարսկաստանից էժան ցեմենտ գա, նույն այդ ցեմենտի գործարանը բոլոր ներկայացուցիչներով պայքարեցին, բունտ արեցին, որ ոչ մեր գործարանը մենք այդ գնով չենք կարող աշխատել, գործարանը կփակվի, աշխատատեղը կկորցնենք։ Այ ինչի համար, հետո պարսիկը ցեմենտի փոշին շնչեր, իր էկոլոգիական աղտոտեր, մենք էլ Պարսկաստանից էժան ցեմենտը կբերեինք, ստեղ մեր փողոցները կցեմենտապատեին, բետոնեին, լրի ճամփեքներ կսարքեին, ոչ մի փոշի էլ չերին։ Նույն ձևի, եթե ասեմ տրակտորը վար է անում, ու տեսեք ինչ փոշի է ելնում, այդ փոշին սենց է, բայց պետք է վարանի, որ ուտելիք ունենան։ Նույնը սենց գործարան է, օգտու վնասը դրան, պետք է դա աշխատի, որպեսզի մենք ինչ-որ բան ունենանք։ Ստեղ մյուս կողմից, եթե եկել որ ասեն գալիս էին գործարանից բանվորներն են բունտանում, գիտեք ինչ կա, 15 տարի ցեխավիկ եմ եղել, այն որ կողքից գալիս էին ցեխին դնում եք, բանվորներին հանում էին քելեր, փոյտի փակել, այս թող փակեն այդ գրողի տարածը, թե դուք աշխատանք չեք ունենալ, չեն պարում, որ կետամ լապատ կա, կետամ ընդեղի լապատ կեն կվերցնեն, մասնակետես կասես գործարանում կաշխատես, որևէ ինչ-որ խնդիր չկա, ինչ վերաբերում է առողջապահական կողմին, ռեալ արդեն թրեր ներկայացնեն, ինչ ներկայացնեն, չներկայացնեն, ես մի բան գիտեմ, ասենք նոր կյանքի բժիշկն եմ, սպասարկում եմ 3000 բնակիչ, եթե վերցնենք կոնկրետ բրոյխալ ասման, դա թոքային հիվանդություն չէ բուժվող կամներ, այսօրվա դրությամբ միջին ցուցանիշը 3% բնակության բրոյխալ ասմայի, այս ձևով եթե վերցնենք 75 հոգի պետք է նոր կյանքում բրոյխալ ասմա ունենա, բայց ասենք 70 չէ, սկի 20-21 հոգի է, սկի 1% չի կազմում, այնպես որ եթե սենց այս էկոլոգիական աղետ մյուս, սրանք էլ են ոմանք ասենք շահադիտական նպատակներով դրիկ ուշկեցված, մի կողմից է ուշկեցված թվեր ներկայացնում, մյուս կողմը մի ուրիշ կողմից է ուշկեցված թվեր ներկայացնում, եթե ամեն ինչ ասենք էկոլոգիա, եկենք աղտորը չքշենք, այդանք հասնենք քարեր դարի ընդհանրապես նավ չարտա հանենք, ոչ մի բան չանենք, իսկ եթե էկոլոգիայի մասին մտածող, եկեք այդ նույն խմբով մի հատ փորձենք գնանք Արարատի ցեմենտի գործարանը փակենք, որովհետև ավելի մեծ բնակավայրի մոտ է, գնանք Հրազդանի ցեմենտի գործարանը փակենք, ավելի մեծ բնակավայրի մոտ է, իսկ բացեք օրինակ տեսեք Արտանիշի փորձում է, ասենք ես որ կամբարակում աշխատում էի, կոնկրետ Արտանիշում այդ հանքարդյունաբերությունից որոշակի տոկոս տալիս են տիկին նախագահողն է որոշի, ինչի համար է նշաշում։ Ոչ նախագահողը չի, սահմանային լսում է, ազատ լսում է, բոլոր գործարան խանձել։ Այդ բանների ջիմեջը գնում է, Ես
Ով կայում եք չէ դարդես։ Արմը չեք պրոբինս եք։ Նուրնասի։ Կները սերը բրիջա։ Չէ, դու պայմանները լավ դերն որ տարվեց։ Ռաստի։ Ես կտեղավորեմ երևի։ Ինձ ամեն դեպքում ես գովի բնակիչները լավ են ճանաչում ու գիտեմ։ Ես ով եմ, իմ հայացքները գիտեն ամեն ինչն գիտեն։ Ու ես տալան վենքոմն եմ, իրակույն եմ առաջին ես շրջանում եմ աշխատում, մի բան հնցում եմ աշխատում, դե դրա այդ պապ չունեմ, ուրիշ կնորեցա դրա մասը չեմ խոսում։ Դուք գիտեք, որ ես այս շրջանի առողջապահության համար մի բան եմ արել։ Ունեն չի որ, հիմա այլ ես օրերի, երկուս հերվից ինչ-որ բան չեմ անում։ Ինձ հետաքրքիր է մի բան։ Հանկարծ մեկիդ մտքով չանցնի, որ ես Արարատի ցեմենտի գործանի գործարանների, ոչ թե գործանի, երկու գործանի հաստաբանն եմ կամ իրաց պաշտպանն եմ։ Ինչքան սա է կերտոտելու, երկու այդքան է նա է կերտոտելու։ Ինձ հետաքրքիր է մի բան։ Ստեղ նստածները, մանավանդ այս շրջանի, այս գյուղի բնակիչները հիմնականում են մարդիկ են, ով որ վաղը չի կարողանալու, որ հանգած երբ որ եկավ ժամանակը, երբ որ էկոլոգիան դրի հարամվեց, չի կարողանալու գնա ուրիշտեղ տուն արի, իր համար ապրի։ Մնալու եք ու ապրելու եք ստեղ։ Այդ որ դոկտորը խոսում է ասմայի մասին, ասման այդ հիվանդությունը ալերգիկ, մենակ ասման չի, հիվանդությունը ալերգիկ ու թոքեն եք կապում։ Դրա հետ կապում են լիքը ուրիշ հիվանդություններ, անհայտ թոքաբորբերումն է, որոնք ալերգիայի հետ կապված։ Այսօր որ մեր շրջանը ուռուցքով ամենաշատ տարածված ամենաշատն է, հա, դե երկրորդը չհաշվենք, հա, նա չհաշվենք, որտեղ նա ռադիացիոն Ուրա, այդի դրում ենք իքով։ Ու այդ ամեն ինչը ժողորում, ամեն չի որ մենք չենք ուզում, որ գործան լինի, լավ գործան լինի, որ չխանգարի, ես ժողորդի նաև օգնի, լավ ապրելու, բայց հալա պետք է նայենք մյուս կողմից, երկու գործան ընդեղ, մետալուրգիական գործանը սարքում են, բանը կա, են զոտի, ոսկու կորման ֆաբրիկան կա, ես ասում եմ երբև, ես գիտեմ բոլորը, շեյնը կա, սա հետ սարքում անում է 6 հատ, այս շրջանի համար, 6 հատը ժողով, չապից դուր շատ է, ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ փողի հոտն առել են ու այս ամեն ինչ անում են, որ իրանց համար մի այս շրջանում լավ առնելու դրանից ընդամենը 2 մաքսիմում 3 հոգու համար, մնացածների համար վատ առնել, այս օրը ես անում չեմ տա, դուք ինձ լավ գիտեք անունները, Բաքոյան, ես, հա, Օրը կգա ամեն ինչ կբացի, ես պայմանագիրը տեսա 10%-ի համայնքապետարի հետ, արդեն ինձ էլի։ Ժողովուրդ ջան, էլ եմ ասում, լավ մտածեք, դուք եք ապրելու ստեղ, դուք եք այն մարդիկ, որոնք վաղը մյուս օր, որ հենց սկսեց այս ամեն ինչը շատանալը, դուք չեք կարողանալու ստեղ ապրելու, ու ուրիշ տեղեր չեք կարողանալու գնալ։ Որտեղ ձեր հնարավորությունները չի ներելու ուրիշտեղ տուն առնելու, ստեղ տնելն է դավարն է կողմից։ Ես իմ առաջարկը մի բան է, շատ են ուզում, թող սարքեն իրաց գործարանը, այդ հանքը չի կարևոր, հանքից հետո գործարանը հաջորդ։ Ուզում եք, նոր ձեր գյուղացին հուշած ինչ-որ բան, իր բարձության վրա կհանքեն գործարանը, Արատի գործարանը կառուցվում է 400 մետր, սա մետր համարյա։ Երկակից է 2 մետրի վրա, թող հանքանուտը հանեն է գործարանը սարքելու։ Հավատությունը։ Ես ռայոնի ժողովուրդ, հա? Ինչ է փոխում։ Մենք էլ միան հարցեր բանապահպանության այդ ՇՄԶ-ի որ ասում եք որպես ազգակիր համայնքներ։ Եթե ազգակիր համայնքով ենք վերցում Այգեզարդը 4.5 կիլոմետր է, Սիսավանը, Նորկյանքը, Արալեզը փոքր վեդին։ Իրանց կիլոմետրաժով ավելի մոտիկ են, քան թե Այգեզարդը։ Ինչ սկզբունքով է նրանք ազգակիր ճանաչվել, սա չէ։ Ես ասեցի դուք եք հասկացանք իրա։ Բանը միս հետո չասեք։ Հարգելի լսման մասնակիցներ, մենք շահագրգռված ենք ավելի շատ, ոչ թե դրսի բնակչությունը, այո, իրանք հետո հասկան, ազատ լսում է, բայց շեշտը, նյութը, բուն, իմաստը լինելով իրանց խոսքը։ Այդ նստած են ինձնից աչքերին, իրանց մոտ պետք է լինի ես խոսակողը, հարգելի շնորհ փորձագետներ, զբաղված է խոսում։
լսում ենք։ Ես կերդարիվ հասկցա ու հասկում եմ սներ են մարդկանց, որ մեր գյուղերի հետ կապ չունեն։ Մենք ես անում ենք, ես մարդիկ եկել են անում, ես ամբողջ ժողովրդի մարդ։ Մենք հաստատ գիտենք լավ այրնելու, մի անհանգստացեք։ Հաստատ Արարատի ցեմենտի զավոդից լավ այրնել, դա միլիոն տոկոս։ Դաժե մարդիկ պատրաստ են, ուզում ես դու մի հոգու իրանց հաշվին տանեն Չինաստան, այդ գործարանները կառուցել։ Դու դե նայ արի մեզ է վախտ ասա, հիմա դու ոչ ոք չես տեսել, այս եկածը ձեն չես անում, եկել ես, ամենք հասնում են դուք եկեք, ում համար եք պայքարում։ Բայց հարցեր չի, արդեն ժողովուրդն անդրանք այսօր կան, վաղը չկան, բայց մեր երեխեքը հայրն են նույն։ Հնեց որ ոչ, եթե ես մանամ ձեր միտքը արդարացի է, ես է կմյանամ ձեզ։ Բայց ընդհանրապես արդարացի բան չկա, նոր մեր ընկերը ճիշտ ասեց։ Հարցը տարմա չուզում լսի, իրան ասել են գնա ես կան բան արա արի, մենք ես քո հարցերը կլուծենք։ Մենք եթե հասկանում ենք, իրան։ Դու են ընդհանրից լավ ես հասկանում։ Ամար պետք է ես իմ փաստաբանների փուղարկեմ։ Հա, լավ կանեմ, թևից էտքան պահանջի։ Հարցը մինա, մենք լսել եմ ես, այդ հարցը տալիս եմ ձեզ, ինչ-որ ասել եք մի հոգի կարան մենք ներ հաշվին տանենք, այդ գործարան կառուցողին, այդ գործարանը մանգան տենան, որ ոչ մի տենց լիշնի բաներ չկա։ Այդ հարցը հնարավոր է, որ մենք մեկին որոշենք, դուք կանեք ցույցտակ բերեք։ Հարգելի բնակիչ, եթե չկա ձեր միջից որոշում եք ով Բարևձեզ Մանուկյան Ալմեն ՈՑՊ-ի ներկայացուցիչ։ Հարգելի բնակիչներ, ոչ մի խնդիր մենք խոսք ենք տվել, ու շրջаж մենք խոսքը տանում ենք, ու կարող եք ընտրել, ում է որ վստահում եք, ով բանի մացը եւ այլն եւ այլն։ Մտրեք մեկ անձի, դեք ուղարկեք, այդ զավազերը իր աշխով տեսնի, ոցումներ անի, վիդեոներ անի, համապատասխան եք թարգմանիչներ տրամադրեք, այդ ամոչ տեխնոլոգիան ուսումնասիրի գազ դες ներկայացնի, ձեր ներկայացնի, ձեր համայնքի։ Արվեստավար համակը ժողովուրդը մեր բնակիչները տրոնդրեն։ Ուզիլի բժիշկ, ուզիլի ուսուցիչ, հասարակ հողագործ, ոչ մի խնդիր չկա։ Մենք ոսկոսիկներ պատրաստ ենք։ Ողջույն բոլորի, բարև բոլորի։ Այսօր ասես բանա։ Մեր երկիրը ասես բանը նոր ասել է, մարդիկանը նոր է պատկերացնում այս բանը։ Շատ բան է քննարկում ենք։ Բայց հարցը ուրիշ է։ Սա ելույթ են մնում, բայց այս հարցը։ Այն մարդիկ, որ չեն ցանկանում ես տարածքել գործարան ստապի։ Ինչի մատ։ Ուր էին իրանք։ Ես Հակյան էի, Նորվեգ գյուղ։ Ուրեմն ես հանրաժողով նշատել երկու մասից բաժանված, ձեզ զայավերում։ Դուք եթե էկոլոգիայից ամբողջ մարդիկ եք, տեղեկություն եք ամենից նույնն այս մարդիկ։ Գիտեք նորոգ են եկել բանավական բնակավայրում, էկոլոգիականի ճաղ է տապատրում ես պահին։ Գիտեք, հապ դիմանակ էկոլոգիա աշխատով է, ձեզ բողոքել են, ասել են, ինչ է կատարում նորոգին, բժիշկան, նորոգում, մենք են օրինակ ճապանում, աղետ ահավոր, գիտեք տեղյակ եք։ Ես մեր ժողովուրդ ոչես կայնացեք գիտեք, ես ինչ եք անում ժողովուրդ, ես ինչ եք անում, թողեք ապրել, եկել եք սնեկը փորում եմ վայս ես, եկել չէ, աղետի մեջ են մեկ ու չոդու ճամպանում, օգրեք նս, հագիրիք ման, մեր գյուղում ծարերը, ծախունքը, ամեն ինչը բերանումա, գերից, ասեմ ձեզ, Ալեքսանդրյան Սամենի լավ գիտեք, Չերի Վահան Կարապետյան Վահանի լավ գիտեք, Սովետ աշնու խոզարոսներ է պահում, Կեստերը լսված մեջ է ծելեզով ծուստը մեջ ջրաշինում և մարմարաշինում, կարեքեզը մեն ասես կեստը տայներ եմ, ուր եք դու, եկել եք ստեք մեր մասին մեր կամպի ուզում պրգեք, ուր եք, հարցից պատասեմ եք, և դու։ Գյուրուվոր կարսան եվատիկներ, կատրիստիկ է չէ, արվեքստեք, Արվեքստեք,
Հարգելի լսման մասնակիցներ, եթե ազգակի բնակավայրը ավարտեցինք ազգակի բնակավայրի դաշտի, լավ, մեր ավականու անդամը ուզում Եվս մեկ անգամ ջրի հարցերս կարող դրա հարցին պատասխանեմ, որպես ՕՑՊ-ի ներկայացուցիչ։ Մեր արգաժան նիստը հավաքական վապանը ներկայացնում, որ մենք ջուրը բերելու ենք ջրի օգտվելիից համայնքները։ Իսկ գնացած մասում դրա հարցը պատասխան դա պետք է չի։ Ցավը մենք հազարներ ենք, ջուրը մենք գործ ունենք ցավը տանը։ Երբ ջուրը մենք գործ ունենք, բերում ենք կարողանանք։ Դա թողեք մեզ վրա։ Մենք ունենք դերեթու, որ ջուկ աշխատեք։ Իսկ այդ ինչի հետևանքով այդպես է անում։ Ասենք այգական բնակավայրը մինչև հիմա խմելու գարնի ջուր չունենք։ Այդ ջուրը որտեղից եք բերելու։ Պարզաբանեք, ուզում ենք իմանանք, որ այդ ջուրը բերելու եք հանկարծունաբերության կամ հետագայում ծեզավոդի համար, ասեք մենք ուզում ենք իմանանք որտեղից է գալուս այդ ջուրը։ Հաշվետվության ներկայացվածը Ավշար բնակավայրից։ Ըստ մենք ասեցինք, որ համայնքապետարանը ունի երկրորդի հուշագիր, չէ՞։ Իրանք արդեն նախատեսել են ընկերությունը, ՍՊ ընկերությունը նախատեսել է 3 աղբյուրներ։ Մեկը իրանցից մի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, կան 2 աղբյուրներ, ես էլ եմ մասնակցել։ Այդ աղբյուրները ջուրը դուրս է գալիս անապատային տարածքում, մի 200 մետր գնում է այդ անապատային տարածքում։ Եվ այդտեղ այդ ջուրը գորում է։ Միգուցե եւ կա մի հատ բասեին, ով եղել է այդ տարածքներում, կիմանա, Սիսաբանի ուղղությամբ մի քանի կիլոմետր խորությամբ է։ Բասեին կա, բասեինում հիմա էլ կանգնած կա։ Օգոստոսին էլ կանգնած ջուրը մի 6 մետր խորության վրա։ Երկրորդ աղբյուրը նախատեսում են Հրազդան Արաքս կոլեկտորից վերցնել եւ ջուրը մրել այդ վերնումները։ Այո։ Ոչ, միանշանակ ոչ, առաջինը մենք ենք դեմ ու խմելու ջրի միանավոր։ Հարցեր ունենք։ Արդեն 7-րդ հարցը առաջացավ, անհետացավ ջուրի մենակ իշխանը, արդեն հարցեր Վահագն Վարդանյան, իմ այսօր ամայնքի բարձության ավականու անդամ։ Ժողովուրդ ջան, ոնց դու եկել եք 2 հոգի խոսած գյուղի բնակիչների, իմ նպաստ կարուսելուց խոսա։ Այդ ձերպես ձեր համագյուղացի մնացածներ, որ դա այստեղ նստածն են, իրանք են իրանց հարցը բարձրացնի, ոչ թե դու շուտ եկել եք, նստել եք, մարդիկ արևի տակ պայքարում են հիմա։ Հիմա հարցս եմ ուզում տա, որ սարքվում է, ջրի բասներ կա, փոքր վետի բնակավայրին է, գինևետ բնակավայրին է, իշքան հեռավորության վրա, 4-րդ փուլն է, խոսացին այդ ջրի բասներից մի հատ բան չասեցին, իշքան հեռավորության վրա է հետա։ Ինչից, խմելու ջրի բասներից։ Բասներից, որ սարքվում է, բասներից, խմելու ջրի։ Չեմ ասում բասեն է սարքվում, ժողովրդի խմելու ջրի բասենի, քանի մետր հեռավորության վրա է հետա։ Ուսումնասիրություն եք արել, 4 փուլին եք ասել, չգիտեք։ Ներողություն, ես ամեն ձերքի տակ։ Վարդանյան, մեր ձերքի տակ, ես ամուսյանի տակը, գինեն է 2-3 կիլոմետր հեռավորություն, 2-3 կիլոմետր հեռավորություն վրա։ Մեր ձերքի տակը հեսը, գինեն է և նողողի բնակավայրից։ Փոքրպետի հարդը 10 կիլոմետրի սահմաններ ունի։ 10 կիլոմետր։ Հարգելի լսման մասնակիցներ, քանի որ այսպես կարելի ասել, որ մեր ունենք հարցեր։ Դուք ազգակի բնակավայրի բնակիչ եք։ Ազգակի բնակավայրի բնակիչ եք։ Ոչ։ Դե դրսումից ձեր հարցերը կտա։ Ազգակի բնակավայրի բնակիչները ունեն հարցեր։ Արտաշատ բնակավայրի վարչական Հարգելի լսման մասնակիցներ,
Հարգելի լսման մասնակիցներ, ներկայանում ես Արտաշատ համայնքապետարանի գյուղատնտեսական և բնապահպանության բաժնի ղեկավար մասնակից Հաշիկ Պողոսյան։ Զուտ թույլտվումներից խոսափետելու համար ներկայացնեմ շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի գրությունը ուղղված համայնքի Արտաշատ համայնքի ղեկավար Աղբյուր Մկրտչյանին։ Ժողովուրդ, նա ուզում է գալ լսի ինչ ամեն։ Շարունակեմ։ 25/05/2024 թվականի գրությունը ՊՕԱԿ-ի տնօրենի ուղղված Արտաշատ համայնքի ղեկավար Աղբյուր Մկրտչյանին։ Խնդրում եմ մի խանգարեք, հա? Խնդրում եմ, եկին իրավաբար, մի խանգարեք, խոսում եմ, մի խանգարեք։ Ես տեսնում եմ ակնադիտական եղանակ ուննավ չեք։ Խնդրում եմ մի խանգարեք, շնորհակալություն։ Դուք ես մի ասեք, էլի որտեղ կանում։ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի և կառավարության 1325 որոշման հավելվածի համաձայն 2024 թվականի հուլիսի 10-ին ժամը 14:00-ին Արարատի մարզի Բեդի Խոշորաստված համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Օրտ ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Կարմիսարի կրային մերգերների կավակրակրարերի հանքավայրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում Ջորորդ փուլ։ Խնդրում եմ ձեր լիազորությունների շրջանակներում ապահովել համայնքի փակագծերում ազդակի բնակավայրերի փակագծերում այգեզար քաղցրաշեն հանրության շահագրգիռ մարմինների մասնակցությունը հանրային քննարկման է։ Ժամը որով է սարակարտում։ Գինեվետ բնակավայրում տեղի կունենա հուլիսի 10-ին ժամը 14:00-ին։ Դուք եք ծանոթվել ա, որ որպես դուք ներկան լինեք, ձեր կարծիքը հայտնեք, ոսկե դրա մասին։ Ես ընդեցեցի այն ինչ գրված է։ Մեկնաբանությունները կարիք չկա մեկնաբանություններ դա։ Ես ուզում եմ հարցերը, քամիների ուղղությունը, փոշու աղտոտվածության աստիճանի Փոշու աղտոտվածության աստիճանի չափման սարքեր տեղադրվելու են թե ոչ, մոնիտորինգը, մշտադիտարկումները արվելու են ինչ պարբերականությամբ և արդյունքների, բացասական արդյունքների դեպքում ինչ միջոցառումներ են իրականացրել։ Խնդրում եմ նմանատիպ, եկեք բնապահպանական հարցեր տանք, էլի ոչ թե ֆինանսական և կամ կամայական։ Շնորհակալություն, խնդրեք պատասխանել նման հարցերի։ Ուրեմն ուզում եմ ներկայացնել բացի բնապահպանական միջոցառումներից, որոնք ներառված են հաշվետվության մեջ, որոնք հնարավորինս նվազագույնի են հասցնելու հնարավոր ազդեցությունները, ներառված են նաև մշտադիտարկումների այսինքն նավա տեսնում են հանքավայրի տարածքում նախատեսվում է Դուք մուտը կարտայով եք ճարես գյուղի տեղը, անկեղծ եղեք, ինչ կապ ունի, բայց ինչ կապ ունի։ Որովհետև սադրումը հայերի կապ ունի։ Դու չես հասկանում, ինչ կապ ունի։ Ուրեմն ներառված է մշտադիտարկումների վրա, ներառված է մթնոլորտային օդի, հողային ծածկույթի, աղմուկի մշտադիտարկումներ, որոնք սահմանված են կառավարության որոշման չափորոշիչների համապատասխան։ Այսինքն, այնտեղ ըստ կառավարության որոշման դրված է մթնոլորտային օդի պարբերական չափումներ հանքավայրի տարածքում, լցակույտի տարածքում, ճանապարհներում, այսինքն հնարավոր արտանետման աղբյուրների մոտ մշտադիտարկումներ շաբաթական 1 անգամ։ Եթե կլինեն չափումներ, երբ որ իհարկե հանքավայրը կշահագործվի, այդ չափումները ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում որպես հավաստագրված լաբորատորիա դա հանդիսանում է շրջակա միջավայրի պատկանող հիդրոմոնիտորինգի
կենտրոնը, իրենց այդ պայմանագիր են կնքում, իրենք գալիս են, իրենց նմուշարիչները տեղադրում են հանքավայրի տարբեր հատվածներում հնարավոր արտանետման աղբյուրների վրա եւ այդ չափումներով որոշում են, արդյոք կա գերազանցում սահմանային թույլատրելի արտանետումներ։ Եթե եղավ գրանցվեց որևէ գերազանցում, տարվա շոգ եւ չոր եղանակներին ենթադրենք նախատեսված շմատ հաշվետվությամբ 2 անգամ ջրցան իրականացնել են ճանապարհներ, ջրցանի քանակը ավելացվելու է, որպես միջոցառում, որպեսզի եւ հաջորդ շաբաթ նորից մոնիտորինգ արվելու, տեսնենք քիչ հա սահմանային թույլատրելից նորից չի գերազանցում, եթե նորից գերազանցում եղավ, ուրեմն 3-ը կդառնա 4 կամ 6 եւ այլն։ Այսինքն ձեռնարկվել են բոլոր բավարար միջոցառումները եւ իրականացվել է նաեւ մշտադիտարկումներ, ինչպես Բարև բոլորին, ես Նազելի Վարդանյանն եմ, Հայաստանի անկախներ հասարակական կազմակերպության տնօրեն, փաստաբան, էկոլոգ Այո։ Ես ընդհանրապես ես բոլոր լեսումներին մասնակցում եմ, անես չի, որ պետք է գուգլանեմ ու կամ մասնակցեմ, 3 ջերմուկում էր լսում, այսօր ստեղա, անենց որ դիմենք որպես հասարակական ներկայացուցիչներ մասնակցում ենք ու մեր մասնակցությունը սահմանափակելը խախտում է Օրխուսի կոնվենցիան եւ մեր օրենսդրությունը։ Ուրեմն ես ուսումնասիրել եմ այս ծրագիրը, ստեղ նշված է, որ արդեն ասեցին են, որ օրեկան 900 մեքենա հումք է այստեղից տեղափոխվելու, ինչ վերաբերում է գործարանին, այդ գործարանը դիմել գործարանի համար դիմել է այլ կազմակերպություն, կարող է այնտեղ փոխկապակցված անձինք են, բայց այլ կազմակերպություն, այլ գործընթաց է եւ որևէ մեկը, եթե արդեն հարցերը լուծված չեն, չի կարող երաշխիք տալ, որ այդ գործարանը լինելով եւ անմիջապես կողքը մշակվելու է։ Հիմա մենք կոնկրետ խոսում ենք այս ծրագրով, որտեղ նշված է, որ օրեկան 900 մեքենա բարձած այդ փոշին տարածելով գնալու է ինչ-որ միտեղ հասնի, որպեսզի վերամշակվի դա։ Ուրեմն նշված է, որ տարեկան մոտ 6000 տոննա փոշի է շնչվելու այդ բնակչությունը։ Եթե դուք պատրաստ եք այդ փոշին շնչելու, շնչեք, որևէ խնդիր չկա։ Ջրի վերաբերյալ, ուրեմն մի խանգարեք, ուրեմն ջրի վերաբերյալ, ամբողջ ծրագրում նշված է, որ այդտեղ ջրի աղբյուրներ չկան եւ դրա համար ջրի վրա ազդեցությունը չի դիտարկվել։ Հիմա պարզվում է, որ այդտեղ մի կիլոմետրի վրա ջուր կա, 2 կիլոմետրի վրա խմելու ջուր կա։ Չնայած այդտեղ գրել են, որ փոշի նստեցման համար մակերեսը կազմում է 27500 քառակուսի մետր, դուք պատկերացնեք 27000 քառակուսի մետր պետք է փոշի նստացնել։ Ու 1 քառակուսի մետրը կես լիտրով նույնիսկ հաշվելով, իրանք կես լիտր են հաշվել, 13750 լիտր ծրագիրն եմ ասում, ջուր են օգտագործելու։ Աղբյուրը չեն նշել, թե որտեղից են օգտագործելու, այն էլ այդ պայմաններում, որ դուք ջուր չունեք, Սևանից են ջուր բաց թողնում, որ դուք ջուր ունենաք, արտեզյան ջրի բասեինը 15 մետրով իջել է, որտեղ անկանոն օգտագործել են, եւ հիմա պարզվում է, որ հերիք չի, որ իրանք են օգտագործելու, մի հատ էլ ձեզ գյուղատնտեսության համար ջուր են տալու։ Ես չգիտեմ, ինչու ծրագրի մեջ չի նշված ընդհանրապես այդ ջրի աղբյուրը եւ ինչ ազդեցություն պետք է ունենա։ Նշված է, որ ջրահեռացում չեն անելու։ Բայց 13750 լիտր ջուր, եթե տեղ ջրցան են անելու, եթե իրոք անելու են այլ փոշին չի բարձանալու ձեզ խեղդի, չնայած բավարար չի։ Այդ ջուրը ուր են տանելու լցնել, այդ ջուրը միտեղից դուրս է գալու, կամ այդ աղտոտված ջուրը ներթափանցողի ստորգենյա ջրավազան, որից դուք օգտվելու եք, ձեր խմելու ջուրը արտեզյան ջրավազանն է։ Բոլոր գնահատումները ոչ թե պետք է նայեք կոնկրետ մի հանքի վերաբերյալ, մի խանգարեք ինձ, մի խանգարեք ինձ հատվում է։
եւ նախարարության ներկայացուցիչները ասեցին, որ այդտեղ կան կարմիր գրքային բույսեր եւ կենդանիներ, որը ըստ օրենքի արգելված է այդ տարածքներում ընդհանրապես հանքարդյունահանումը եւ դա հանցագործություն է, եթե այնտեղ որտեղ կան 15-16 տեսակի կարմիր գրքային, այդ ռիզիկական վտանգի տակ գտնվող բույսեր ու կենդանիներ, դրանց վերացնեն եւ դարձնեն հանքարդյունահանություն։ Շնորհակալություն ձեր Ես մասնակի պատասխանեմ մեր հարգարժան վարդանային երևի բնապահպան կեսաբան մասնագիտության։ Ես իրավաբան Թող լինի այդպես, ավելի վատ ձևական, որտեղ կեսաբանն են ես աշխարհապահ գրացել եք սեր։ Մեր իրար հետ եկեք։ Գրացել եք։ Երբ չի հասել որ գրանցել։ Մեր իրար հետ եկեք։ Գրացված եք, դուս եկեք։ Դուք ինձ գրանցվելու հնարավորություն չեք տվել։ Ուշ ես եկել դրանից։ Լուսնիցի չան։ Շատ ուշ ես եկել։ Դուս գաս։ Ինչ կապ ունի։ Երբ որ ես եկել եմ դեռ ոստիկանությունը չէի թողում մարդիկ ներս գային։ Չէ, իրար հետ չենք եկել, հանգիստ եղել։ Իրար հետ չենք եկել։ Ուշադիր ստորագրեց համայնքը 3 ջրի աղբյուրներ ցույց տվեց եւ իրենք պատրաստ են 3 ջրի աղբյուրներն օգտագործելու։ Հիմա ակելությունը կասի թե ինչ է։ Ուրեմն պատասխանեմ հարցին, Տիկին Նազարյանի շմակ հաշվետվության 98-րդ էջում հստակ գրված է. Տեխնիկական ջուրը նախատեսվում է բերել Արտաշատ Ջրանցքի Հրազդան Արաքս կոլեկտորից Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով ջրօգտագործման թույլատվություն ստանալուց հետո ընկերությունը նաև հուշագիր է ստորագրել, հուշագիր ստորագրելուց համայնքը առաջարկ է ներկայացրել, որ իրենց վաճառական տարածքում կան նաև այսպիսի աղբյուրներ կարող եք օգտագործել։ Այլ հուշագիր ես մի լուծումը կտել եք աղբյուրի վրա որևէ ազդեցություն չի կարող լինել, այնտեղ որ գրված է ջրային Միրոմը նաև պատասխանել կարմիր գրքյան տեսակների համար։ Հատվածացվեց, որ տարածքում ինչ-որ մարմիններ կարծիք են գրել, դիտողություն են ներկայացվել, որ կա կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Ուզում եմ ներկայացնել, որ ընկերությունը նախնական փուլում դեռևս, երբ որ ներկայացվել է նախնական գնահատման հայտ, պահանջ է ներկայացվել լիազոր մարմինից, որպեսզի ներկայացնեն տարածքում առկա բուսատեսակների, հատկապես կարմիր գրքյան բուսատեսակների վերաբերյալ։ Ընկերությունը սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով, իր աշխատանքներում շմակ հաշվետվության կազմման հետագայի համար ներառել է բոլորի կողմից հայտնի գիտությունների թեկնածու Ֆայբուշին, կապում են բոլորը շատ լավ ճանաչում եք, ով իրականացրել է հայցնող ամբողջ տարածքում նույնիսկ 2 հեկտար ավելի լայն մակերեսով տարածքում իրականացրել է բույսերի ուսումնասիրություն եւ կարող եմ ցիտել իր եզրակացությունը։ Եվ փաստել է, որ տարածքում կարմիր գրքյան հստակ մասնագետը իրականացրել է հայլարշավ, իրականացրել է ուսումնասիրություն եւ փաստում է մասնագետը, որ բացակայում է Շնորհակալություն Հարևանի ազգային բնակավայրի ներկայացուցիչներ։ 4-րդ լսումն է, այս նույն հարցերը անդադ գտնվում արդեն հոգնել եք այդ հարցերից։ Մենք այդպիսի հարց չունենք։ Ինչ որ կար մենք ամփոփել ենք հուշավորել։ Ձեր շահ, իմ շահերից, ձեր շահերից ելնելով։ Ուրեմն ըստ դուք գրացված չեք, ձեր հարցերը չեն կարող լսել, որտեղ նույնիսկ գրացված չեք։ Ազգային
Չեք հայկարել ավրանատի համար, ես չեք արել, ես չեք արել, ուրեմն դեր շատ առաջ, երբ որ այդ շրջանից պատկանավորել նշանը, ես կարել դիմել եմ աչատեմ հարուսակցի նշանին, որինակ երկիս է նշանին, որ հարցը բարձրացնի ազգային ժողովը, ցեմենտի կոնտանի մակիտը դնել, այդ հարցը բարձրացվել է, այդ երկիքը ուկրենետում են կա։ Հետի ամտեսվել է, եկա հաջորդ եկա, 2018 թվականի, երբ որ Սարգսյան Գահիկը մարզպետ էր, վեդյում նախընտրական այդ ժամանակ նորից Սարգսյան Գահիկին այդ հարցը բարձրացրել է, չէ՞ որ ասում են ոչ մեկ չեն խոսում են ժամանակ, ես ասում եմ, որ բոլորի ժամանակից միշտ խոսացել, բայց հիմա 25 միլիոնը, երբ որ դուք ասում եք 25 միլիոնը բյուջե, այդ այնքան քիչ սարքելու վրա է գնալու, 25 միլիոն է, բայց ճանապարհները սարքվելու է, այս ինվելու է, այն ինվելու է, այդ փողը այնքան քիչ է, որ շատ քիչ է, եթե իրական լիվ կա, ես բիզնես կնեմ, մաթեմատիկ է, հասկանում եմ։ 25 միլիոնը ցեմենտի գործնելու համար, մեր երկայնն է, Վակվան ջան, Վակվան, Ներողություն, ես իմ սկզբում խոսքով ասեցի, չէ, որ մենք այսօր քննարկում ենք հանքավայրի հետ կապված խնդիրները։ Երբ որ կլինեն հանրային քննարկումներ ցեմենտի գործարանի վերաբերելի, այդ ժամանակ կներկայանաք շահագրգիռ հանրություն եւ կներկայացնենք ձեզ ներդրման ծրագիրը։ Որպես Գինևեր գյուղի բնակիչ, ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Ես նայում եմ, որ մեր գյուղից շատ մեր մասին մտածողներ կան։ Եթե ավելի լավ բան կա, քելեք էդի կանեն գոտի, թողեն չանեն մեր գյուղի մար։ Մեր գյուղը դժվար գյուղ է, ամբողջ ռայոնի մեջ։ Մի լավ բան են ուզում անեն, չդո։ Եթե լավ բան կարեք, լավ բան անենք։ Էսի փոխենք, եթե թունավորում ա մեր գյուղը։ Եթե ուրիշ ծրագիր կա, եկեք ուրիշ ծրագիր բերեք դրեք անենք։ Նայում եմ ամբողջ Հայաստանից եկել են մեր գյուղի մասին են։ Դա ուր է 30 տարի ուր է մեր գյուղը քասիկ գյուղ է։ Ուր են այդ մտածողները։ Չեկան մի բան անեն, դնեին մի հատ աշխատատեղեր են, ժողովուրդը լավ ապրեին։ Դա ուր է։ Հա։ Հա։ Ուր է։ Քասիկ գյուղը, ամենաքասիկ գյուղը էս գյուղն է։ Ո՞ս նայում է սա ռայոնի մեջ ամենաքասիկ գյուղը մեր գյուղն է։ Ուր են այդ մտածողները թողային միջև այսօր մի բան դնեին, անեին, արտադրություն, գործեր, լավ ապրեին, լավ տներ ունենային, լավ ավտոներ քշեին։ Նայում ես մեր թազատուն չկա, հենց պրացեք գյուղում նկարեք նայեք, տեսեք ինչ կա այս գյուղում։ Ասացի բնավորի ներկայացուցիչներ, ունեք հարցեր։ Չունեք, հիմքն ունելով լսարանի դիրքորոշումը ամարտված են համարում լսում է, թող լսում է։ Uşak!